Պարոն Պետրոսյան ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին օրենագիծը, արտաքին գործերի փոխնախարար Պարուհ Հովհաննիսյանը հայտարարեց, որ Բրյուսելում սպասում են այս օրենքի ընդունմանը, ինչպես կգնահատեք այս որոշումը ու իսկապես Բրյուսելում սպասում էին դրան։ Եթե սկսեմ հարցի վերջից, ապա այս պահին բնականաբար չի կարելի գնահատել, հնարավոր չի գնահատել, թե ինչպես են Բրյուսելում սպասում, որովհետև պետք է հասկանալ ինչ արձագանքներ են լինելու, արձագանքները բացի եւ հռետորաբանությունից բացի, ինչ կոնկրետ գործնական քայլեր արդեն Եվրամիությունն է փորձելու իրականացնել Հայաստանի հարաբերություններն ավելի խորացնելու ուղղությամբ, որովհետև այն փաստաթուղթը, որ ընդունվել է, դա ավելի շատ ներքին փաստաթուղթ է, ներքաղաքական ուրեմն պրոցեսների համատեքստում ընդունված փաստաթուղթ է, չնայած որ բնականաբար հաշվի առնելով, որ ընդունվել է քաղաքական մեծամասնության կողմից, խոսում է գործող կառավարության արտաքին քաղաքական հստակ կողմնորոշման մասին, սա է, որ ամենաառանցքային ընդգծումը, որ կարելի անել այս պրոցեսի հետ կապված, որովհետև գոնե Եվրամիության մասով ես առայժմ որևէ այսպես տեղաշարժ չեմ տեսնում, այսինքն Հայաստանի կողմից միակողմանի արևմուտքի հետ հարաբերություններն ավելի խորացնելու միտված քաղաքականության հերթական դրսևորում է։ Սա այս փաստաթուղթը բնականաբար ինչպես կարող ունենալ դրական արդյունքներ, այնպես էլ կարող ունենալ որոշակի հետևանքներ։ Դրական, ինչպես արդեն ասացի, պայմանավորված է Եվրոպական միության կողմից կոնկրետ պատասխան քայլերով, որը էլի ակնկալիքների մակարդակում է առայժմ, իսկ բացասականը որոշակի հակազդեցությունների առումով, որը պայմանավորված է հատկապես Ռուսաստանի Դաշնության ուրեմն հնարավոր քայլերով, դիրքորոշմամբ եւ Ռուսաստանի հեղինակած ձևաչափերում Հայաստանի ներգրավվածության ուրեմն խնդիրներով, մասնավորապես խոսքը վերաբերում է ԵԱՏՄ-ին, որը այս պահին շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի տնտեսական քաղաքականության համար եւ հիմնական խնդիրները, որոնք կարող են ստեղծվել Ռուսաստանի կողմից այս process-ին դեմ, դա ուրեմն հենց ԵԱՏՄ-ի շրջանակում Հայաստանին առայժմ ակնարկների մակարդակով ինչ որ բաներ ուրեմն այսպես ցույց տալն է։ Տեղեկություններ տարածվել, որ Եվրամիության երկրները քննարկում են եւս 10 միլիոն եվրոյի հատկացում խաղաղության հիմնադրամից, արդյոք սա կապված է այս process-ների հետ։ Եթե անգամ կապված է այդ process-ի հետ, ապա տեսեք, դա չէ Հայաստանի ակնկալիքը այս օրենքի ընդունմամբ։ Այս օրենքը հստակ նպատակ եւ թիրախ ունի Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկը։ Այսինքն Եվրամիության կողմից տարբեր ուղղություններով աջակցության ցուցաբերումը դա իհարկե շատ կարեւոր է, բայց դա այն պատասխանը չէ, որն ակնկալում է այս օրենքի ընդունումից։ Այս օրենքը հստակ, ինչպես արդեն նշեցի, ակնկալիք եւ փոխադարձությամբ համապատասխան քայլեր է ուրեմն ենթադրում Եվրամիության կողմից սկսել բանակցային գործընթաց Հայաստանի անդամակցության հետ կապված։ Ես չեմ հիմա կդժվարանամ ասել, արդյոք այս պահին հնարավոր է նման գործընթաց սկսելու թե ոչ, եւ ինչպիսի հետևանք արդյունքներ կունենա այն թե Հայաստանի, թե Եվրամիության համար, բայց պատասխան քայլը դա է, այլ ոչ տարբեր ուղղություններում նոր աջակցության փաթեթների տրամադրում։ Մենք կարող ենք ակնկալել, որ Եվրամիությունը առաջիկայում կփորձի գոնե ավելի սուբյեկտային լինել ու կկարողանա
ձևավորվել որպես նաև անվտանգային կառույց, ապահովել իր եւ իր դաշնակիցների անվտանգությունը։ Դե ներկայում տեսնում ենք այդ միտումները, պայմանավորված ուկրաինական ճգնաժամում արձանագրվող իրողություններով, երբ որ փաստացի Միացյալ Նահանգները ընտրել է ուղեգիծ ավելի միջնորդական դերակատարում իրականացնելու կամ Ուկրաինային աջակցելու, այս պարագայում բնականաբար Եվրոպական միությունում առանձին երկրների կողմից, հատկապես Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, չնայած Մեծ Բրիտանիան Եվրամիության անդամ չէ, Գերմանիայի, նկատում ենք որոշակի քայլեր, ծրագրեր ինքնուրույն քաղաքական, ռազմաքաղաքական սուբյեկտի վերածվելու, բայց դրանց վերջնարդյունքը պարզ կլինի պայմանավորված ուկրաինական ճգնաժամի ընթացքում եւ Միացյալ Նահանգներ Եվրամիություն հարաբերություններով, ներկայում նկատվում է որոշակի ճգնաժամ, որը կամ խնդիրներ Եվրամիություն Միացյալ Նահանգներ հարաբերություններում, բայց այդ խնդիրները կարող են նաեւ լուծվել, եթե ուկրաինական հիմնախնդրի հետ կապված որոշակի այնուամենայնիվ փոխզիջում լինի, թե Եվրամիության Միացյալ Նահանգների եւ թե իհարկե Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ, բայց ձեր նշած հարցը ինք ավելի հեռանկարային է եւ Եվրոպական միության համար պետք է դաս լինի այն ինչ որ տեղի ունեցավ վերջին ամիսների ընթացքում, բայց թե որքանով այդ կառույցը, որտեղ դա արտակուստ է թվում միասնական կառույց է, բայց անգամ այդ կառույցի ներսում կան դերակատարներ, որոնք շատ հաճախ առաջ են մղում ընդհանուրից տարբերող օրակարգեր, օրինակ նաև նպաստելով այս բանի Եվրամիության հակառակորդ Ռուսաստանի շահերին, խոսքը որպես օրինակ ուրեմն Հունգարիայի դիրքորոշումն է, էլի իհարկե խաղացողներ կան Եվրամիության կազմում, որոնք կարող են անհրաժեշտ պահին ընդհանուրին տարբերող դիրքորոշումներ առաջ մղել, դրանով տորպեդահարելով ուրեմն բովանդակային առումով այն փոփոխությունները, որոնք կարող են լինել այս կառույցի ներսում։ Սա, ինչպես արդեն նշեցի, հեռանկարային բնականաբար ծրագիր է, թե որքանով կհաջողի ներկայում բարդ է ասել, որտեղ Եվրամիությունն այս պահին էլ բավականաչափ լուրջ խնդիրների է բախվում, ընդ որում ինչպես արտաքին, այնպես էլ առանձին երկրներում ներքին ուրեմն տարբեր ոլորտներում թե տնտեսությունն է, այսինքն թե սոցիալ-տնտեսական թե հասարակական ոլորտներն են, ակնհայտ է, որ առավել այսպես ազգայնական ուղղվածության տարրերն աստիճանաբար մեծ կշիռ են ձևավորում հասարակությունների շրջանում եւ նաեւ չի բացառում, որ աստիճանաբար գնա այս սեպարատիզմի նաեւ գործընթացը Եվրամիության շարքերում, եթե կառույցը մնա մենակ ուկրաինական ճգնաժամի հետ կապված գործընթացում եւ չկարողանա լուծել այն ակնկալիքները, որոնք կան թե Ուկրաինայից եւ թե ընդհանրապես ուրեմն նաեւ այդ Եվրամիության անդամ երկրներից ընդհանուր կառույցից, այսինքն ինքնուրույն դերակատար ռազմական, տնտեսական, քաղաքական ներուժով, որը իր մայրցամաքում, իր աշխարհամասում ունակ կլինի ինքնուրույն լուծելու իր համար կենսական խնդիրները։ Ես վստահ չեմ, որ Եվրամիությունը ունակ է նման դերակատարի վերածվելու եւ այդ անվստահությունը, ինչպես արդեն նշեցի, արկա է, որը ամենակարևորն է նաեւ եվրոպական երկրների ներսում։ Ադրբեջանի հատուկ հանձնարարություններով, նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչը Հայաստանին կոչ արել է արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը, նշելով, որ այս հնարավորությունը հավերժ չի լինելու, նա նաև հերթական անգամ առաջ է քաշել սահմանադրության փոփոխման հարցը, ինչպես է գնահատում այդ հայտարարությունը։ Պարզ կառուցչական եւ դիվանագիտական ուրեմն տրյուկ է, եթե կարելի այսպես ասել,
որովհետև ամբողջ աշխարհն է տեսնում, որ Հայաստանն է շահագրգռված, որպեսզի ստորագրվի վերջապես համաձայնագիրը։ Հայաստանն է առաջարկում շատ արագ պայմանավորվել փաստաթղթի ստորագրման վայրի եւ ժամանակի հետ կապված, իսկ Ադրբեջանը ի տարբերություն սրում է ռազմական անվտանգային իրավիճակը։ Սա պարզ դրույթ է եւ դրա նաեւ պատասխանն է Հայաստանի քայլերի պատասխանն է, որ Հայաստանի գործողությունները այսպես կեղծիք են, Հայաստանը շահագրգռված չէ խաղաղության, հակառակը Ադրբեջանը շահագրգռված եւ շատ արագ կարող է գնալ այդ փաստաթղթի ստորագրման, եթե այդ գլխավոր նախապայմանները սահմանադրության փոփոխության եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման Հայաստանի կողմից իրականացնեն։ Այսինքն, ինչպես արդեն նշեցի, շատ պարզ քայլ է քարոզչական առումով, որը այս պահին իհարկե մեծ հարցեր կամ մեծ խնդիրներ չի լուծում Ադրբեջանի դիրքորոշման մասով եւ միջազգային հանրության կողմից դրա անկալման մասով, որովհետեւ կրկնում եմ բոլորի համար էլ ակնհայտ է պարզ է թե ով է խուսափում խաղաղության փաստաթղթը ստորագրելուց։ Բայց քարոզչական առումով Ադրբեջանի պաշտպանության նախարարության այդ կեղծ հաղորդագրությունները օրինակ ԱԳՆ-ի մակարդակով կամ հենց նախագահի ես ներկայացուցիչի մակարդակով չի հայտարարվում, որ Հայաստանը հրադադար օրինակ խախտում է։ Ինչով է դա պայմանավորված։ Իրենք պաշտպանության նախարարությունը այդ հայտարարությունից հետո, երբ որ կողմերը հայտարարեցին, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցրել են, ադրբեջանական կողմը սկսեց ակնհայտ կերպով սրել իրավիճակը սահմանին եւ պաշտպանության նախարարությունը իրենց անընդհատ հաղորդագրություններ էր տարածում։ Իսկ հայկական կողմն զբաղված էր այդ հաղորդագրությունները հերքելով։ Այսինքն հենց ադրբեջանական կողմի նպատակն էլ այդ քարոզչական տիրույթում հենց նման բովանդակություն ապահովելն էր, այսինքն այն, որ սահմանին իրավիճակը լարված է, երկու կողմերը կրակում են եւ այնքան այնպես չէ, որ մթնոլորտը տարածաշրջանում եւ երկու երկրների միջեւ դրական է եւ միտված է խաղաղության։ Այսինքն նրանց նպատակը դա էր մեծ հաշվով։ Եվ որքանով որ կարողացան իհարկե այդ քարոզչական հարթությունում լցեցին այդ տեղեկատվությունը, բայց կրկնում եմ, այս պահին Ադրբեջանի դիրքը այնպիսին է Հայաստանի հետ կարգավորման գործընթացում, որ նրա բուն process-ից խուսափելու տարբեր մանևրները այսպես լուրջ հիմքեր չունեն եւ վստահաբար միջազգային հանրության դիրքորոշման վրա ազդելու ուրեմն հնարավորություններ չունեն, եթե առանձին դերակատարներ իհարկե հակված չեն պաշտպանելու Ադրբեջանի շահը եւ դիրքորոշումը, որն այս պահին ենթադրում է Հայաստանի հետ խուսափել որևէ փաստաթուղթ ստորագրելուց։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում նշել էր, որ Կովկասում էսկալացիա թույլ տալը անթույլատրելի է էսկալացիան, արդյոք կարող ենք ենթադրել, որ Միացյալ Նահանգների կողմից շարունակվում են ճնշումները Ադրբեջանի նկատմամբ, ինչպես նախորդ վարչակազմը։ Դե չեմ կարող ասել, այս վերջին զարգացումների մասով ինձ համար ամենադրական իրողությունն այն է, որ կարծես թե որոշակիություն է արդեն հայտնում Միացյալ Նահանգների դիրքորոշման հարցում, մեր տարածաշրջանում եղած խնդիրների մասով։ Այսինքն կա որոշակի հետաքրքրվածություն, որն արդեն շատ կարևոր է։ Ինձ համար այս վերջին հեռախոսազանգերը, նաև որովհետև Ադրբեջանի հետ եւս խոսել են Սպիտակ տնից, նաև Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում մեր տարածաշրջանի խնդիրները քննարկելը, սրանք հստակ ուղերձներ են, որոնք ցույց են տալիս, որ Միացյալ Նահանգները որոշակի հետաքրքրություն ունի տարածաշրջանի հետ կապված։ Բայց թե որքանով է դա էական, հիմա էլի կդժվարանամ ասել, որտեղ միայն հեռախոսազանգը ըստ էության բավարար չէ։ Եվ չնայած որ շատ կարևոր է թե հեռախոսազանգը եւ թե ընդհանրապես Միացյալ Նահանգների կողմից բարբերաբար վերջին
գոնե մի քանի շաբաթների ընթացքում հնչած հայտարարությունները տարածաշրջանում կայունության ապահովման հետ կապված, բայց ասեմ, որ այնպես չէ, որ մեր տարածաշրջանում այս պահին լարվածության եւ պատերազմի մեծ ռիսկ չկա։ Ես Միացյալ Նահանգների ներգրավվածությունը ավելի ինձ համար չափելի կդառնա այն ժամանակ, երբ որ նա փորձի ինչ-որ գործընթացներ նախաձեռնել արդեն կողմերի միջև համաձայնեցված փաստաթղթը ստորագրելու առումով։ Քանի դեռ դա չկա, այս հայտարարությունները ընդհանրապես այսպես մակերեսային ներգրավվածություն են ենթադրում, ոչ ավելին։ Որովհետև կրկնեմ, այս պահին մեր տարածաշրջանում մեծ պատերազմի հավանականություն չկա, դա բոլորն են հասկանում, որովհետև Հայաստանը ակնհայտ կերպով գնալով խաղաղության համաձայնագրի տեքստի ուրեմն ոչ միայն միակողմանի ընդունելով բոլոր պայմանները այդ տեքստի մասով հայտարարում էր պատրաստակամությունը ցանկացած պահի եւ ցանկացած վայրում այս մի քիչ պայմանական ասենք, կամ քննարկել տեղն ու ժամանակը ստորագրելու, իսկ Ադրբեջանի կողմից շարունակում են նախապայմանները, Ադրբեջանի կողմից շարունակում է էսկալացիան։ Պարզ է, չէ, որ այս պարագայում էսկալացիա սկսողը լուրջ խնդիրներ է ունենալու միջազգային հանրության հետ, եթե փորձ արվի միջազգային ներգրավվածությամբ կանխել։ Իսկ այս պահին Ադրբեջանն էլ պետք չէ պատերազմը, Ադրբեջանը պետք է պարզապես կոնֆլիկտը չկարգավորված պահելը եւ այս խաղաղության հնարավորությունը, խաղաղության հաստատման հնարավորությունը նույնիսկ թանկ վաճառել Հայաստանին, դեռևս այլ ուղղություններով եւս որոշակի միակողմանի զիջումներ գործելով, դա թե սահմանադրության փոփոխության հարցն է, որի մասին բացահայտ կերպով խոսում են, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու հարցն է, թե այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցն է, թե սպառազինությունների ձեռքբերման process-ը դադարեցնելու հարցն է, այսինքն բազմաթիվ խնդիրներ կան եւ այնպես էլ չէ, որ այդ ադրբեջանական պայմաններն ու պահանջները իրենք վերջ ունեն, քանի դեռ իրավիճակը բարենպաստ է աշխարհով տարածաշրջանում, Ադրբեջանը շարունակելու է չգնալ խաղաղության Հայաստանի հետ եւ շարունակելու է նորանոր պայմաններով ուրեմն մաքսիմալ թույլատնել Հայաստանին որպես գործոն այս տարածաշրջանում։ Կարծիքներ կան, որ Ադրբեջանը նաև սպասում է Միացյալ Նահանգների ու Իրանի բանակցություններին, թե ինչպես կզարգանա ու ինքը ինչպես կդիրքավորվի հետագայում, նամանավանդ այդպես կոչված Զանգեզուրի միջանցքի հետ կապված, որը Հայաստանից խլելը կնշանակի Իրանի սահմանի փակում։ Ես էլ եմ կարծում, որ Ադրբեջանի համար շատ կարևոր է այդ ուրեմն խնդիրը, այդ հիմնախնդիրը եւ թե ինչ ունով կզարգանա դա։ Ես էլ կարծում եմ, որ Ադրբեջանը նաեւ չի շտապում Հայաստանի հետ ինչ որ փաստաթղթ ստորագրել պայմանավորված այդ հիմնախնդրով եւ չի փորձում իրեն կաշկանդել ինչ որ փաստաթղթով, որովհետեւ կարող է տարածաշրջանում ստեղծվել մի իրավիճակ, երբ Ադրբեջանը կարողանա անգամ սահմանափակ ուժի կիրառմամբ շատ ավելի մեծ ձեռքբերումներ ունենալ։ Այստեղ ակնհայտ է, որ մի քանի ամիս է Ադրբեջանը Իսրայելի միջնորդությամբ բանակցում Միացյալ Նահանգների հետ համագործակցության ինչ որ նոր ձևաչափ ստեղծելու ուղղությամբ եւ գոնե իսրայելական կողմը այս ձևաչափի բովանդակությունը ներկայացնում է ընդդեմ Իրանի դեմ գործողությունների։ Իսկ այդ գործողությունների իհարկե իրականացման դեպքում այս պահին դեռևս գործընթացները դիվանագիտական հարցությունում են եւ Միացյալ Նահանգներն էլ Թրամփի վարչակազմն էլ ամեն կերպ այս պահին փորձում է խուսափել պատերազմական կամ ռազմական եղանակով խնդրի լուծումից, բայց դա չի նշանակում, որ այդ գործիքակազմը չի կիրառվելու։ Իսկ այդ գործիքակազմի կիրառումը կարող է որոշակի ուրեմն անկառավարություն առաջացնել նաև մեր տարածաշրջանում, սահմանափակ կամ ավելի մասշտաբային տարածաշրջանային պատերազմ, որը կարող ունենալ որոշակի
առումով սահմանների, տարածաշրջանի սահմանների փոփոխության հնարավորություն։ Այ Ադրբեջանը չի ցանկանում որևէ կերպ իրեն կաշկանդել այդ ուրեմն հնարավորություններից օգտվելու, որտեղ այն տեմպերը, որով Ադրբեջանը շարունակում է սպառազինվել եւ նախապատրաստել իր բանակը նոր ռազմական գործողությունների, թույլ են տալիս կանխատեսելու, որ դա Հայաստանի Հանրապետության դեմ չէ։ Այն դեպքում, երբ որ Հայաստանը փաստացի հայտարարել է, որ չի պատրաստում որևէ պլան չունի Ադրբեջանի դեմ պատերազմելու, եւ բացի այդ Հայաստանի ռազմական ներուժը ուրեմն այն աստիճանի չէ կամ դրա համալրման տեմպերն այն աստիճանի չեն, որպեսզի ուրեմն Ադրբեջանը շարունակի նման կերպ զինվել, պարզապես Հայաստանի դեմ նոր պատերազմի հնարավորությունը դա այն հիմնավորումն է, որով Ադրբեջան այդ կարգի իր ուրեմն զինումը հիմնավորում է, բայց ինչպես արդեն նշեցի, վստահ եմ, որ այդ process-ը կամ Ադրբեջանի այդ քաղաքականությունը միտված է տարածաշրջանային ավելի մեծ պատերազմի նախապատրաստվելու այդ քաղաքականության համատեքստում է։ Այս կանեշ տանք։ Ես եմ շնորհակալ։